Գիտեք, ես ուզում եմ սկսել այն զարմանալի եւ հայի համար ամենավիրավորական թեմայից, որը իրեն թույլ տվեց դավաճան կապիտուլյանտ սրիկա Նիկոլ Փաշինյանը, այլասերված Նիկոլ Փաշինյանը 1895-96 թվականներին Թուրքիայի, Օսմանյան Թուրքիայի տարածքում սպանվեցին 500-ից 600 հազար հայեր, բռնի մահմեդականացվեցին 1,200,000 հայեր, 300 հազար երեխաներ ուծացվեցին թուրքական իրականության մեջ։ 1915-ից մինչև 20 թվականը Թուրքիային, Օսմանյան երիտթուրքական եւ քեմալական Թուրքիայի տարածքում սպանվել է մոտ 2 միլիոն հայ։ Ոչ միայն սպանվել է, այլ սպանվել է ամենադաժան թուրքական ձևով։ Սպանվել է միայն նրա համար, որ հայ են, եւ սպանվել է նրա համար, որ թուրքական պետությունը փորձում էր ազատվել բնիկ հայկական, էթնիկական ներկայությունից Թուրքիայի պետության սահմաններում։ Եվ գիտեք ինչ կա, Նիկոլ Փաշինյանը այնպիսի վիրավորական արտահայտություն իրեն թույլ տվեց հայ ժողովրդի հասցեին, որը թուրքական ողջ պատմության ընթացքում թուրքական քարոզչությունը նման վիրավորանք չէր հասցրել։ Թուրքերն ասում են, որ ցեղասպանություն չի եղել, եղել է պարզապես անցանկալի միջադեպեր։ Նիկոլ Փաշինյանը նույնը կրկնեց։ Թուրքերն ասում են, որ հայերն են մեղավոր եղել ցեղասպանության մեջ, Նիկոլ Փաշինյանը նույնը ասեց։ Թուրքերն ասում են, որ գիտեք ինչ կա, թուրք ժողովուրդը չի մեղավոր։ Այն ժամանակվա իշխանավորներն են եղել մեղավոր, որոնք գաղթը ճիշտ չեն կազմակերպել, Նիկոլ Փաշինյանը նույնը կրկնեց։ Եվ ամենագլխավորը, երբեք թուրքը չի մեղադրել հային ցեղասպանության մեջ, Նիկոլ Փաշինյանը հայերին մեղադրեց սեփական ցեղասպանության մեջ։ Ով հայ ժողովուրդ, եթե դու ինքնասիրություն ունես, այդ վիրավորանքը ոնց է ստանում։ Այդ վիրավորանքը ոնց է ստանում։ Նիկոլ Փաշինյանը բառացի ասեց. հայերը մասնակցել են միջազգային ինտրիգներին եւ այդ միջազգային ինտրիգների պատճառով թուրքերը ստիպված են եղել տեղահանել հայերին եւ հայերը սովից մահացել են դերձորի անապատներում։ Ահա Նիկոլի ասածը։ Նիկոլը թքեց հայ ժողովուրդ քո ինքնասիրության վրա։ Եվ եթե դու դա ներես, ապա Նիկոլը ճիշտ է, դու սխալ։ Ուրեմն դու որպես ազգ դադարում ես գոյություն ունենալուց։ Նիկոլ Փաշինյան, հիմա դիմում եմ քեզ, ինչ իրավունք ունես պարանոիդ շիզոֆրենիայով տարապող ոչնչություն, որ դու մի ամբողջ ազգի մեղադրում ես սեփական ցեղասպանության մեջ։ Դա իրավունքը ով է քեզ տվել։ Հայաստան ոչինչ։ Ով է քեզ դման իրավունք տվել։ Եվ ամենասարսափելին հայ ժողովուրդ, երկրորդ թքելը քո ինքնասիրության վրա, դա խորոված փարթին էր։ Երբ Ամիրյան եւ Հյուսային պողոտաներում սպիտակ վրաններ էին խփել, ընդ որում սպիտակ վրանները հենց այնպես չէր։ Թուրքական բանակը հարձակվել է միշտ սպիտակ վրանները Վիեննայի տակ, թուրքական բանակը սպիտակ վրաններ է բացել, եւ Վիեննան փորձել գրավել։ Բոլոր ճակատամարտերից առաջ թուրքերը սպիտակ վրանով են հակառակորդի թշնամու դեմ հարձակվել։ Այդ սպիտակ վրանները Նիկոլը հրամցրեց հայ ժողովրդին Երևանի սրտում, թուրքական վրանները։ Խորոված փարթի ասելով։ Ճիշտ է, Ալեն Սիմոնյանն իր կյանքի մեջ մի ճիշտ արտահայտություն արեց, ասես միայն հիմարություն է այդ միջոցառումը քաղաքացու օրը խորոված փարթի անվանելը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը, որը դրանից առաջ կոչ էր անում նախորդ օրը բոլորին խորոված փարթի արել, հիմարություն է դուրս տվել։ Դա Ալեն Սիմոնյանի գնահատականն է, թողնում եմ ձեր դատաստանին։ Սակայն խորոված փարթին դա խաբեբայության փարթի էր, որովհետև հայտարարել են, որ բոլորը կարող են գալ հյուրասիրվել, իսկ հյուրասիրվել նշանակում է անվճար օգտվել, հյուրասիրվել։ Ոչ թե գնել, բոլորը ոչ թե կարող են գալ խորոված գնել, այլ խորոված հյուրասիրվել։ Նիկոլ Փաշյան, դու այնքան պարանոիդ ստախոս ես,
որ ամենաչնչին բաներում անգամ դու ժողովրդին խաբում ես։ Հասկացանք, որ դու լափակեր ես։ Բայց նաև ստախոս, ինչպես քաղաքացին է ասում, դու քո բոլոր ասածների 90%-ը սուտ են։ Ահա հերթական մեկ սուտ։ Եվ որքան ճղճում են քապայական քարոզիչները, ովքեր ասում են, տեսեք, հրապարակը լեփ-լեցուն էր։ Համերգի ժամանակ հրապարակում 35,000 մարդ էր հավաքված, որից 20,000-ը տուրիստներ էին, 5,000-ը ոչ հայ, քապայական թուրքական ապրանքներ էին, 10,000-ն էլ մարդիկ էին, ովքեր երեխաներին բերել էին համերգ նայելու։ Դա ոչ մի քպայական միջոցառում չէր, դա պարզապես համերգ էր։ Եվ գիտեք ինչ, ես ուզում եմ հիշեցնել, որ այդտեղ էին գտնվում այն երկու ապարանից բերած այն երկու երիտասարդները, հաստամռութ կարմրաթշիկ երիտասարդները, ովքեր կաթողիկոսին հայոյելով Էջմիածնի բակում էին, այդ նույնը այդտեղ են։ Եվ ինչպես ասում են, կրկեսը, շրջիկ կրկեսը իր տարերքի մեջ է, շրջիկ կրկեսը նաև Երևանում էր խորոված փարթի հիմնարության ժամանակ։ Ալի Սիմոնյանի բառերը օգտագործենք։ Եվ Եղեռնի հաջորդ օրը խորոված փարթի հայտարարելը դա նույնն է, ինչ որ անմեղ զոհերի մասունքները խորովել ու լափելը։ Այն հայը, ով այդ օրը իր բերանը մի բան դրեց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դրանք լափեցին մեր անմեղ զոհերի մարմինը, խմեցին մեր անմեղ զոհերի արյունը, թուրքի պես։ Եվ որպեսզի այդ բոլոր թալանների մասին աղմուկը, օրինակ Մարիամ Փաշինյանը տես կոպիտ պատահում են լրագրողներն, իհարկե նա կարող է աղքատ իր տքնաջան ոտքերի եւ իր հարցերով փող վաստակող լրագրողին կարող է ասել ձեզ չի թվում որ խանգարում եք, որովհետեւ մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Մարիամ Փաշինյանի բացված ոչինչ չանող կազմակերպությանը 155 միլիոն դոլար փող է փոխանցվել։ Իհարկե Մարիամ Փաշինյանը պետք է իրեն ցինիկորեն անպատկար ձևով պահի լրագրողի հանդեպ, չպատասխանի անգամ լրագրողի հարցերին։ Հասկանում եք։ Որովհետև 155 միլիոն է լափել այդ կազմակերպությունը, որի 50% սեփականատերը մի քանի ամիս առաջ բացված Մարիամ Փաշինյանն է։ Թալանում են եւ իրենց ցինիզմի մեջ անգերազանցելի են։ Հասկանում եք։ Հայրենիք են հողին հավասարեցնում։ Պատմական հուշարձաններ 400 խաչքար 30 եկեղեցի եւ սրբավայր են թուրքերը ոչնչացրել։ Եվ զրո արձագանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Կարծես մենք ոչ թե սեփական ինքնիշխան կառավարություն ունենք, այլ ունենք թուրքական կառավարության վարչություն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եվ ԿՊ-ի կոവിഡ്ի ժամանակ հսկայական միջոցներ փոշիացրած Արսեն Թորոսյանն ասում է անկախ պետությունը իրենց տարածքում ինչ որ բան է կատարվում, դա մեր գործը չէ։ Այդ ինչի անկախ պետությունում թուրքական դրոշ այրելուց ԿՊ-ականների բոլորի հետույքը վառվեց։ Եվ բոլորը դուրս եկան հայտարարություններով հանդես եկան։ Այդ ինչու այդպես եղավ։ Իսկ մայր տաճարն հողին հավասարեցնում, քանդում եւ զրո արձագանք Հայաստանի Հանրապետության կողմից։ Փաշազադեն խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարության անունից։ Ինչպես Փաշազադեն հրամայում է ֆաս է տալիս փոքրիկ շնիկ Նիկոլին հարձակվել հայոց եկեղեցու վրա, այնպես էլ ֆաս է տվել եկեղեցիները քանդելու համար։ Եվ մեր իշխանությունը լռում է։ Դրա փոխարեն, որպեսզի հայ հանրությանը շեղեն ուշադրությունից հանկարծ հիշեցին Դանիել Իոնիսյանին, որը 8 տարի է կուրծքը պատռում է Նիկոլին պաշտպանելու համար եւ հանկարծ Աննան քրեական գործ է հարուցում Դանիել Իոնիսյանը, այսինքն ուսումնասիրում է հարուցելու հավանականությունը եւ ճշտությունը։ Իսկ ինչու։
Ինչու Դանիել Յովաննիսյան, ախր դու սորոսական ես, ախր դու լավն ես սողում ես էլի տարբեր տեղեր, այդ չհասկացար, որ երբ հայտարարում ես, որ պետք է ուսումնասիրվի, թե ԿՊ-ն ինչ ծախսեր է կատարում, հարվածի տակ ես դնում քեզ։ Ես ուրիշ բան ասեմ, տիկին Աննա, ըստ մամուլում հրապարակված նյութերի, կրթությունը նորաձև է, հիմնադրամից 16 միլիոն դոլար փող է փոխանցվել Մարիամ Փաշինյանի կազմակերպությանը, որտեղից քեզ այդ փողերը, որտեղից ձեզ այդ փողերը, այդ 16 միլիոնը, մամուլում է լույս տեսել այդ տվյալները, այդ դուք եք քրեական գործեր հարուցում մարդկանց վրա, Դանիել Յովաննիսյան, խնդրում եմ հարց տուր, ասա որտեղից քեզ այդ փողը, այսինչ մամուլում, եթե ուզում ես իմանալ, բացի Facebook-յանի մեջ, այդտեղ ես դրել եմ այդ հոդվածը։ Վերցրու եւ հարց տուր Աննա Հակոբյանին։ Աննա Հակոբյան, կապկաց թամաշա է սկսե։ Հարցությունից անցել ես այսպես խեղճ ու կրակ, իմ իրավունքները ոտնահարվում են։ Աննա Հակոբյան 150,000 արցախցիների ինքնորոշման եւ սեփական տանը ապրելու իրավունքը դու եւ քո Նիկոլը խախտեցիք, միջազգային իրավունքը խախտեցիք, ինչու այդ մասին չես խոսում։ 13,000 հայ երիտասարդ տղաների ապրելու իրավունքը ոչնչացրեցիք, ինչու չես ասում։ Ինչու միջազգային այդ իրավունքից չես խոսում։ Ինչու չես խոսում այդ իրավունքից։ Թե ուզում ես հասարակության ուշադրությունը շեղել Նիկոլի Եղեռնի ժխտման հայտարարությունից։ Միակ քաղաքական գործիչը, ով ասեց գենոցիդ արմյան, հայկական ցեղասպանություն, դա եղել է Պուտինը։ Ով ուղերձով դիմեց հայ ժողովուրդը օգտագործելով հայոց ցեղասպանություն տերմինը։ Նիկոլը թքեց մեր պատմական հիշողության վրա, իսկ Պուտինը պաշտպանեց մեզ։ Ահա տարբերությունը։ Աննա Հակոբյան, դու ինչ իրավունք ունես իմ քայլը հիմնադրամով Ռևիերում, Ֆրանսիայի հարավում պալատ գնելու 8 միլիոն դոլարանոց։ Այդ միջազգային իրավունքից ես խոսում։ Դու եւ քո ամուսինը ինչ իրավունք ունեք միլիարդներ թալանելու։ Դու ոչ մի կապ չունես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, ինչու է 12 հոգու թիկնապա քեզ ուղեկցում։ Այդ հերոս հարկատուների փողերը ինչ ես լափում, ինչ ես մսխում։ Ով է քեզ նման իրավունքից ես խոսում, միջազգային իրավունքից ես խոսում։ Թե տեսար որ ոչինչ ես, շանտեղ տնող չկա, նորից եկար հարիֆի մոտ, մարդկանց հարիֆացնելու համար, եւ առավելին ասեմ, Հայաստանի Հանրապետության թալանը դարձել է սարսափելի։ Տեսեք, նոր կարդում եմ, որ Գերմանիայից վերցած վարկին 1 միլիարդ 551 միլիոն դրամ միայն չօգտագործած վարկի սպասարկման եւ վարկի տոկոսներ են փոխանցել 1 միլիարդ 551 միլիոն դրամ։ Ով է դրա պատասխանը տալու։ Աննա, միջազգային իրավունքից ես խոսում։ Դա մոտավորապես 5 միլիոն դոլար է։ 5 միլիոն դոլար միայն վնաս եք փոխհատուցել։ Ով է պատասխան տալու 112 միլիոն վարկի համար, որ միջազգային բանկից 24 թվականին վերցրել եք։ Առողջապահության ապահովագրություն կազմակերպելու համար եւ այդ փողը Հայաստան չի մտել։ Ուր է այդ փողերը, ով է պատասխան տալու։ Հիմա ներկայացնում են առողջապահության ապահովագրություն որպես Նիկոլի քաղաքականության մեծագույն հաջողություն։ Նիկոլը չի դա ստիպել են անելու։ Ընդ որում Նիկոլը որպես մերկի ժուլիկ
Թուրքի հարջ էլի 112 միլիոն դոլար է գողացել այդ գործարքից եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա յուրաքանչյուր աշխատող քաղաքացու վզին դրել է 13000 դրամ այդ ապահովագրության համար։ Ընդ որում ով է պատասխան տալու, որ առողջապահության նախարարությունից 80 միլիոն դոլար է փոխանցվել Մարիամ Փաշինյանի հաշվին։ Ով է պատասխան տալու։ Հերիք չի թալանեք, թալանեցիք Ղարաբաղը, թալանեցիք եկեղեցին, թալանեցիք ժողովրդին, թալանեցիք պետբյուջեն, թալանեցիք բանակը։ Եվ հետո հաչում եք։ Եվ զավեշտը գիտեք որն է, որ երբ Սեյան Օհանյանն ասում է մեղավորը դու ես, ոչինչ չունեն ասելու մեղավորը դու ես, ասում է Սեյան Օհանյան քեզ ոչ մեկը լուրջ չի ընդունում։ Լուրջ չեն ընդունում Հայաստանի Հանրապետության գեներալ գնդապետը, Հայաստանի Հանրապետության 5-6 հատ գեներալ գնդապետ կա, որը պաշտպանության նախարարը, ինչպես Փողոցի բոմժերը լուրջ չեն ընդունում գեներալ գնդապետին, ով հաղթանակած գեներալ գնդապետ է։ Փոխարեն ասեմ Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, Կարապետ Ռուբինյանն է ասում այդ թուրքի լամուկը, այդ թուրքի գործակալը։ Հայ ժողովուրդ, դու ունես մեկ փրկություն, այդ փրկությունը այս իշխանությունից օր առաջ ազատվելն է։ Ես վերցրել եմ, ուրեմն Բաքվում քարոզչական ամենաթանկարժեք քարոզչական վահանակները նվիրված են Նիկոլ Փաշինյանին։ Բոլորը կոչ են անում Նիկոլ Փաշինյանին անեն։ Ուրեմն Բաքուն ֆինանսավորել է 150 բլոգերների, ովքեր ամեն օր Նիկոլ Փաշինյանն են քարոզում։ Ալիևը ամեն ինչ կանի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Ամեն ինչ անում է վերընտրվելու համար, որովհետև ինքը երբեք խաղաղություն չի տալու հայ ժողովրդին, դա խաղաղություն չի, դա խայտարակություն է։ Տիկին Թոմասյան, դուք հիշում եք 2020 թվականի դեկտեմբերի 3-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ասեց, մինչև տարեվերջ մենք կնքելու ենք խաղաղություն, ես ասացի, երբեք թուրքը խաղաղություն չի կնքելու հայի հետ, որովհետև փալասի նման ընկած ենք թուրքի ոտքերի տակ, մեզնից կորզելու է այն ամենը, ինչ կարողացավ, կորզել է ամեն ինչ։ Այսօր ես 15 աղջկա, երիտասարդ ուսանող աղջիկների ասում եմ, գիտեք որ Երևանում պետք է 100,000 թուրք գա ապրի։ Ասում եմ, այդպիսի բան կա, ասում եմ 300,000 թուրք պետք է գա ապրի Հայաստանում։ Ապշած նայում են։ Ոչ ոք չգիտի, շատերը չգիտեն։ Որպեսզի այս ազգը փրկվի, մենք ունենք մեկ ճանապարհ։ Ոչնչացնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոյությունը Հայաստանի Հանրապետությունում, ազատվել այդ տականքից եւ լծվել Հայաստանի վերազինմանը, վերահզորացմանը, ահա մեր խնդիրը։ Այո, ես ասացի Թորոսյանը եկեղեցու քանդման, որ դա մեր գործ չի, նա Ադրբեջանի ներքին գործն է։ Չէ, բայց ինչ աշխատում, օկուպացված մեր Արցախում այսօր արդեն վերջնականապես քանդվում։ Ես ասացի, այդ մասին խոսեցի, որ այդ թալանչի այո, այդ թալանչի, որովհետև երբ Գարդասիլը, որը կորոնայի ժամանակ 800 միլիոն դոլար փոշիացեց օգնություն եւ 115 միլիարդ դրամ հայ ժողովրդից հայ հիվանդ քաղաքացիներից գողացան խմբով, կոլեկտիվ խմբով, նա հայտարարում է նման բան, ընդ որում կրկնում է Փաշազադեի ասածը, որը Արսեն Թորոսյանի հետ միասին զուգահեռ ասել է, որ օկուպացված տարածքներում եկեղեցիները չունեն պատմական արժեքներ, դա մեր ներքին գործն է։